Հովհաննիսյան, շատ շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Բարև Անջելա։ Մենք հետևում ենք, տեսնում ենք, թե ինչ է կատարվում շուրջ 8 տարի շարունակ երկիրը բառից բուն իմաստով ցնցումների մեջ է եւ այդ բոլոր ցնցումներին տանում է մեկ անձ, 3 պատերազմ, կորցրած հայրենիք, օկուպացված տարածքներ 5000 զոհ, Բաքվի բանդում մնա հայեր եւ այսօր բառից բուն իմաստով տերորի են ենթարկվում, կալանավորվում են եւ սպառնալիքի տակ են բոլոր նրանք, ովքեր որ համարձակվում են քննադատել կամ ինչ որ խոսք ասել ազգագործանին։ Ինքը խոստացել է եւ որ նրանք, ովքեր որ դիմադրել են, նրանք բոլորը կհայտնվեն հուլակաթափ կանի, կհայտնվեն բանտում։ Զարմանալի բան է, որ այսօր իր այլասերված հագուստը իրականում հայքել է Եվրոպան իր այսօրվա առաջնորդներով, որտեղ մենք ասում ենք սուրբ կով է սեփականությունը, մենք տեսնում ենք համատարած խլում է սեփականությունը այս անձը կերծված եւ այլանդակ ընտրություններ, մենք տեսանք թե չգիտեմ քանի կրկնակի երակի ինչպիսի քննարկներ, ինչպիսի կաշառքներ, կոռուպցիա եւ այլն, այդ ամենի առաջ Մահաբեր տիկինը Ուրսուլա ֆոն դեր Լայն աչքերը փակ եկավ եւ իր հիացմունքը հայտնեց, մի շարք մարդիկ ասում են, որ գալիս է իր տեխնիկությունից, որտեղ այնքան տեգետ է, որ չգիտի անգամ պատմությունը Հայաստան-Թուրքիա, հայ ժողովրդի եւ թուրքերի հարաբերակցության եւ բարեկամություն է պատկերացնում, մյուս մասներն ասում են շատ լավ պատկերացնում է, բայց մի խնդիր կա միայն թե այստեղից ռուսներին հեռացնել եւ ողջունում ես ազգագործան քաղաքականությունը, ինչեւ է հիմա թիրախվում Գագիկ Ծառուկյանն է, հարձակվել է Գագիկ Ծառուկյանի վրա, ասում են ինչ որ բառեր չի համուժել, բայց այս մարդն է բերել մեր իրականությունը այս խոսույթը, իսկ խնդրեմ մի հատ այս բառերը լսել, ինչ էր ասում է բարձրացրել։ Ուրիշների ներկայությամբ քո կողքին վիրավորես, դա խոսքի ազատություն չի, դա անդասիրակություն է, լεπτույություն է, խուլիգանություն է։ Ստարնում են ասում են, եթե սատկացնելու եմ ու ծնկի եմ վերելու, եթե սկզծնելու եմ։ Սատկացնելու եմ։ Բայց դու դուք հասկանում եք, չէ՞, դա ինչ է։ Այս բառերը ասելուց հետո հիմա ինքը Գագիկ Ծառուկյանը երբ որ ասել է վանդակում կհայտնես, բայց դրանից հետո նորից սատկացնելու եմ, հիմա կարծակը չեք իմանալու, բոմժ եմ անելու, կաշիները քերելու եմ։ Այս ասում եմ հիմա մարդը, այս մի ահեծան, բռնապետ է, այսպիսի բան գործողություններ է անում, դե գիտեք որ մտել է Գագիկ Ծառուկյանի տանը, հիմա դատը ընթանում է, տեղափոխեցին սկզբում իր առանձնատներից քննչական կոմիտե, հետո տարան դատարան, երեք զարհուրելի տեսարաններ են ինչ որ մենք տեսանք կենդանների հետ կապված, Գագիկ Ծառուկյանի հետ կապված, ես չգիտեմ, անգամ հիմա էլ որ անում շատ դաժան է։ Ամենայն հավանականությամբ քիչ անց կալանքի որոշումը կկայացնի, խնդրեմ։ Ամեն ինչ ասացիր, Անջելա։ Ուղղակի ժողովուրդը քեզ չի տեսնում, ինձ է նայում, ինչ անեմ, գրկնեմ քեզ երկրորդեմ քո ասածը։ Այդ գրսկանշանը Քարդեզաձե, որ գրում են իրենց վրա, դա իրենց ունեցվածքն է, ունենալ, ամեն ինչ որ գտնվում է այդ սահմանի, այդ քարտեզի մեջ, իրենցն է ունենալու համար, ուրիշը պիտի չունենա, ունենալ, եւ երբ որ նյութականացում է հայրենիքը, բեդությունը, ազգը, հողն ու ջուրը այդպես, իհարկե պետք է չզարմանալ այսօրվա զարգացումների մասին։ Այն մարդը, որ ուզում է դիմացինին ցանկացած համակարգացություն դարձնել բոմժ, անգլերեն bum, դարձնել bum, եւ դա է իր նպատակը, եւ դա ասում է որպես պատգամավորի տեխնազու, որպես մասնավոր անձ, հետո որպես վարչապետ, թեկուզ գործող վարչապետ, այդ մարդը գերակույն գլխավոր բամն է Հայաստանի Հանրապետության, որ ուզում է դիմացինի ունեցվածքը վերցնել, դարձնել իրը եւ ունեզրկել ամեն մեկին ամեն ինչի բացի իրենից։ Ակնհայտորեն բովանդակությամբ, ժամանակի ընտրությամբ, թայմինգով, ամեն ինչով, սա քաղաքական հետապնդում է, թերոր է, ինչպես դու ասում ես, մարդիկ ովքեր գործարար են, բարերար են, մեծ հարստության դերը, իրենց փողի հետ գործ ունեն եւ բարձր է որ կարող է ինչ-որ օրենքի սահմանները փորձեն։ Բայց եթե նման բան գա, դու նախ պիտի գիրառես այդ օրենքը բոլորի նկատմամբ հավասար,
քո մտերիմներից սկսած եւ երկրորդը ժամանակին երբ որ դա դեղի ունեցավ 10 տարի 3 տարի քանի տարի առաջ պիտի ասես որ նման հարց կա ուղղվելու հնարավորություն դա եւ ոչ թե սпасել որ այդ մարդը հադի քաղաքականության շեմը եւ նոր մտնես այդ բա եւ ասես ինչու չես մերել ինչու չես զովել ինչու մինչեւ հիմա դու բոմբ չես բամ չես եւ այս մարդը փաստացիորեն դե ֆակտո ներկայացնում է դեղ Հայաստանի Հանրապետությունը դրա համար ես չգիտեմ այս քո հարցաշարի շարանից որը վերցնեմ զարգացնեմ որ բոլորիս մոտ ապրում է բնակվում է այս ցավը այս աննախադեպ վրթովմունքը եւ ճիշտ է դու ճիշտ ես ունենք վերլուծաբաններ եւ լրագրողները շատ խելացի որ այս բաներն են ասում բայց այս մարդը ժամանակին ասում է որ ես սխալվեցի ժամանակ որ մի բան ասել եմ Ստեփանագերդում սխալվել եմ հետո միտքս փոխել եմ դարձել եմ pedagogan գործիչ բայց հիմա ինքն իրեն ուղղել է ինքն ասում է ինքը ճիշտ է արել ինքը խոստովանում է ասում է այս գեդին հասնելու համար իր ասած խաղաղության ճագերտների մեջ եւ գոյություն չունեցող ինքնիշխանության այդ գեդին հասնելու համար այդ ամեն ինչը պետք է լիներ այսինքն հազարավոր ոսկե դղաներ պիտի նահատակվեին դիտմամբ գիտակցաբար այս գեդին հասնելու համար որ հետո ինքը դարիներ անց իր ելույթների ավարտին ասել որ փառք նահատակներին եւ պաշտոնական երթման մեջ մտցնի փառք նահատակներ ավելի կստմնելի ավելի հադագային ավելի դմարտի մոդեցում ես իմ կյանքում չեմ տեսել